Սիրիայի կառավարական բանակն ու դաշնակիցները հայտարարում են, որ զինյալների հետ ծանր հակամարտության արդյունքում ի վերջո հաջողվել է վերահսկողություն հաստատել Հալեպի արևարձաններից մեկում ռազմավարական առումով կարևոր հարավարեմտյան թաղամասերում։ Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով սա Ասադի զորքի ամենամեծ առաջխաղացումն է սեպտեմբերից ի վեր։ Գերմանիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են 5 անձանց, ովքեր կասկածվում են իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Ոստիկանության հաղորդմամբ ձերբակալվածներից մեկը ծագումով Իրաքից 32-ամյա Աբու Վալան է, ով Գերմանիայում բնակվող իսլամիստների շրջանում առանցքային կերպար է։ Իրավապահ մարմինները հիմնավոր կասկածներ ունեն առ այն, որ խմբավորումը զբաղվել է մահմեդականների հավաքագրմամբ Սիրիա ուղարկելու նպատակով։ Դատախազության կարծիքով նրանց հաջողվել է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածք ուղարկել երիտասարդ մի ընտանիք։ Գերմանական հատուկ ծառայությունների տվյալներով երկրում բնակվում է շուրջ 9000 ծայրահեղ պահպանողական մահմեդական, որից 500-ը ըստ իշխանությունների տվյալների գտնվում են ռիսկային գոտում և կարող են դիմել բռնության։ Հունգարիայի խորհրդարանը մերժեց փախստականների տեղակայման արգելքի հարցով սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վարչապետ Վիկտոր Օրբանի առաջարկը։ Իշխանություններն այդ սահմանադրական փոփոխություններով ցանկանում էին արձագանքել փախստականների ընդունման հարցով Եվրամիության սահմանած պարտադիր քվոտաներին, ըստ որոնց Հունգարիան պետք է երկրում տեղակայի 1294 բռնի տեղահանվածների։ Անցած հոկտեմբեր ամսին Եվրամիության անդամ Հունգարիայում տեղի ունեցել հանրաքվե, որում ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Բրյուսելի սահմանած այդ քվոտաներին, սակայն ցածր մասնակցության պատճառով դրա արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Ռուսաստանն ու Թուրքիան վերսկսում են ռազմական համագործակցությունը և մինչև տարեվերջ մտադիր են միջկառավարական հանձնաժողովի հանդիպում կազմակերպել։ Պաշտոնական Մոսկվայի փոխանցմամբ քննարկման առարկա կլինի նաև Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ռուսական արտադրության հակաօդային համակարգերի տրամադրումը։